Երևանում պետք է հաստատվի մահմեդական հանրություն։ Նման հայտարարությամբ վերջերս հանդես է եկել Փաշազադը։ Նա նշել է, որ վերականգնել են Երևանի Ղազիաթը եւ որ պիտի վերականգնեն մզկիթներն ու գործեն այստեղ։ Ով տեղյակ չէ, Ղազիաթ նշանակում է մահմեդական կրոնական վարչական միավոր տարածք, որի վրա գործում է այս դեպքում Բաքվի կրոնական մահմեդական վարչության իշխանությունը։ Դուք գոնե հասկանում եք, սա ինչ է նշանակում։ Արդյոք չեք տեսնում հայ առաքելական եկեղեցու վրա սրանց հարձակումների ուղիղ կապը։ Հայաստանի եկեղեցիները փորձելու են մզկիթ դարձնել։ Եվ փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հենց դրա համար է սկսել Մայր աթոռին պատկանող եկեղեցական կառույցների իբրև թե պետականացման գործընթացը, որպիսի հետագայում անխոչնդոտ հանձնի եւ նվիրի ադրբեջանցիներին եւ թուրքերին։ Իսկ այդ ժամանակ ինչ եք ասելու։ Եկեղեցին էլ տանք, որ խաղաղ ապրենք, թե լռելու եք ու ասեք, այսքան եկեղեցի ունենք, մի երկուսն էլ տանք, միայն թե պատերազմ չլինի։ Ինչ պետք է լինի, որ թե ասելու եք, որ շինության համար չեք պայքարում, կամ փորձելու եք դիմադրել, բայց ինչպես։ Հասկանում եք, թե ինչ պլանավորված սցենարով են գնում Փաշինյանն ու Ադրբեջանը, ինչպես են վերացնում մեր ազգային ինքնությունը։ Ձեզ համոզում են, որ մեր պատմությունը մերը չէ կամ սխալ է, որ հավատքը մեր նսեմացնում են, ազգային սիմվոլներից հրաժարվում։ Իսկ ազգը, որ չունի պատմություն, հիշողություն, մշակույթ կամ հավատք, դա այլևս անհայտ զանգված է, բայց ոչ ազգ։ Սրանք տանում են Ադրբեջանի հստակ գիծը եւ փորձում մեզ բոլորիս ներկայացնել իբրև քոչվորներ։ Մի զանգված, որը չունի ոչ պատմություն, ոչ հիշողություն եւ ոչ մի բան։